ասեմ, որ մեկնել էի աշխարհի առողջությանը միայն ոսկե մեդալ նվաճելու համար, անցկացրեցի 5 գոտեմարտ, ամերիկացի, Պոլշայի, թուրք, կիսաեզրափակիչը իրանցի եւ եզրափակիչը արդեն ճապոնացի իմբիշի հետ շատ լավ էի նախապատրաստվել, անցել էի լավ ուսումնամարզական հավաքներ, նաեւ մասնակցեցի միջազգային մրցաշարի միջև աշխարհի առողջությանը եւ գտնում էի լավ մարզավիճակում եւ փառք Աստծո կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող։ Իսկ եզրափակչում հենց օլիմպիական խաղերի գործող չեմպիոնին հաղթելը 11 հաշվով ինչպես քննադեք։ Անկեղծ չէի մտածում, որ կարող է հեշտ հաղթեմ ճապոնացի իմբիշին, քանի որ նա էլ մեր քաշային կարգի ուժեղագույն իմբիշներից է։ Ուղղակի իմ այս Եվրոպայի առաջնությունից ինչ նախապատրաստվել եմ աշխարհի առողջությանը, իմ այդ մարզումները, այդ ամեն ինչը բերեց նրան հասցրեց, որ ես կարողանամ հոգեպես էլ պատրաստ լինել։ Ես մի վարքյան չեմ կասկածել, որ կարող եմ պարտվել հենց այստեղ։ Եվ դա էլ օգնեց, որպեսզի կարողանամ նրան հաղթել, բայց ոչ այսպես հեշտ։ Երևի այդ օրը իմ օրն էր եւ այդ պահին ես էի լավ մարզավիճակում, ես էի ինձ լավ զգում եւ այս անգամ ինձ հաջողվեց հաղթել։ Շամարտի միջազգային ֆեդերացիան գրառում էր կատարել ձեր գոտեմարտի ու գրանցած հաջողության վերաբերյալ նշելով վերադարձ գագաթնակետին, ձեր դիտարկմամբ ինչ էր այս հաջողությունը, ինչպես կմեկնաբանեք։ Դե երևի այն էր, որ կարողացա հաղթել գործող օլիմպիական հաղթողին եւ այդ գրառումը կատարեց, դա կարող եմ միայն ասել։ Շատ լավ, խնդրեմ Սլավիկին լսենք։ Ես էլ կնշեմ, որ ես էլ լավ մարզավիճակում էի գտնվում, ընդհանուր ինձ թվում է մեր թիմը լավ մարզավիճակում էր, լավ հավաքներ էինք անցկացրել մարզիչների հետ միասին, կարայինք ավելի շատ մեդալներ նվաճեինք, չգիտեմ, կարող ավելի բարձր հարկի մեդալներ լիներ, բայց ունենք այն ինչ ունենք։ Իմ բավով կասեմ, ես էլ ճիշտ է, այս պահին իմ համար այս բրոնզե մեդալը շատ կարևոր էր, որովհետև ամեն անգամ ինչ-որ մի բան ինձ պակասում էր, այս պահին կնշեմ, որ ես մեդալից բավարարված եմ, ճիշտ է կարող էի, ոնց նշեց իմ մարզիչը, կարող էի ավելին անել, բայց այս պահի համար շնորհակալ եմ էլի Աստծուն, մյուս անգամ կփորձեմ ոսկի մեդալ նվաճել։